Զաբեր, կամանց, որցուկ, կամանց ու չենք հաչում, արի, Ավրորա էլ մի արի, ես եմ գալիս, հելո, որցուկ, ձայնդ, ոնց, երեկոյան նորից ջուն է եկել, այս պահին դադարել է, բայց օրվա մեջ նորից է գալու։ Ուշներս, երեք, ու լավ մնացեք, ես վազեմ։ Իջեք, ընկնելու եք, իջեք, որ ես մի կերպ առանց ընկնելու կարողանամ իջնել։ Ինչպես միշտ հետևից ես չեք հայլում։ Որցուկ, գնացին, եկեք, բոլորով եկել եք։ Հա, որցուկ, ինչ ես հաչում, այ գիժ։ Դու ինձ ինչ ես այդքան խնդրի առաջ կանգնացնում, ախր 4 կողմը երկու տանի հաչացողներ են։ Որցուկ, ոնց որ աշկդ լավանում, հələ մի րոպե։ Սպիտակը քչացել է աչքի։ Լավ, հիմա կեր կտամ եւ ոչ միայն կեր, այսօր նաեւ ճաշիկ եմ բերել ձեզ։ Սա վերջացրեք, որ հետո չորը։ Սա էլ չորն է։ Ճաշիկ ուտել վերջացնելուց հետո անցանք չորին։ Որցուկ, խնդրում եմ, չգաս հետևիցս։ Ոչ ոք չի։ Կերեք մնացեք ձեր տակ տեղը։ Որցուկ, 3 տեղ լցրած է, պարտադիր չի Զաբելի մոտից ուտես։ Ոայ։ Կենթայիների համանները տեսեք ինչ են արել։ Վառել են ամեն ինչը։ Սա հասարակական տարածք է, որևէ մեկին չի պատկանում։ Եվ եթե դու այ չկայացած գրել ես չմտնես այ լող ու մնացածը էշություն MK վլոգ, էշություն, այ լող, այդ երևի ինքն է անում այդ կեղտը, դրա համար էլ ես իրեն ասում եմ, ով ես չգիտեմ, բայց եթե մարդ ես, արի կանգնի դիմացս, խոսա ու կստանաս պատասխանը։ Իհարկե, ես չեմ կարծում, որ գրողը կկարողանա կարդալ, բայց այստեղը ոչ ոքին չի պատկանում, լավ տղան, ուժեղ տղան պաշտպանում է եւ չի վնասում։ Հիշիր, թուլությունը դու քո թուլությունն ես ցույց տալիս, գրել եմ։ Կարծում եմ դժվար կարդա, կարդալու հետ խնդիր ունի այս գրողը։ Մնաց գտնեմ կենթայիներից։ Այս գրողը ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև ես այստեղ գալիս եմ բացառապես կենթայիներից համար։ Ու այս ինչ որ գրել է, եթե լավ տղա ես, հետևի որ այո, չկեղտոտեն ներսում։ Եվ կեղտոտողները շները չեն, որովհետև շները զուգարանի թուղթ չեն օգտագործում, այ քո նմաններն են, իմացի։ Այսուհետ հնարավորինս չեմ ցուցադրի այն վայրերը, որտեղ կերակրում եմ անօթևան կենդանիներին, քանի որ փորձը ցույց տվեց, որ բյուրեղավանի բազմաթիվ չկայացած բնակիչներ փորձում են թույլերին նեղացնելով, վնասելով իրենց ուժեղ զգալ և թաքուն հետևում են իմ տեսանյութերին չար նպատակներով։ Ցավալի է, բայց փաստ։ Ամենը հանուն խեղճ ու անօթևան կենդանիների, որովհետև նրանք իրենց ցավոք պաշտպանել չեն կարող։ Արջուկս, ապրեք դուք։ Մյուսներն ուր են։ Վախկոտ, Սևուկ։ Հələ մի հատ եկեք, ես ձեզ ուրիշ տեղ եմ տանելու։ Եկեք։ Իսկ թե որտեղ կկերակրեմ, այ դա չեմ նկարի։ Հելո, կարճուկ։ Երեք։ Այստեղ գոնե երկուսիդ կկերակրեմ ու կգնամ։ Իսկ թե որտեղ են իրենք, չեն իմանա տեղը։ Կենթայիների անվտանգության համար, թե չէ ինքս չեմ վախենում։ Այս վախկոտներին թե որ հատվածներում կկերակրեմ, տեսանյութում չի երևա։ Լավ եղեք ու մի քիչ բարի եղեք։ Վերջապես հասկացեք, թույլին օգնողը, ձեռք մեկնողը ուժեղ է եւ ոչ թե հակառակը։ Արի։ Վախկոտ։ Արի վախկոտ։ Արի գնացինք։ Վախկոտ, էսա, գեր, սիրունս, իրան կգնա գտան, ես ինչա, արյուն, հա, արյուն է, բայց թույլ չի տալի ոչ մոտենան, ոչ էլ,
Դե կեր, գնա կեր արևս։ Կեր լավացի։ Չմտածես այ ոչ մի բան, որ քեզանից եմ վախենում։ Այս կենդանիներն են մեղքս գալի, որովհետև դու այնքան թույլ ես, որ ուժդ այս թույլերի վրա է պատում։ Սիրուն ես, նա թող ինքը ուտի, դու արի քոնը կեր, լավ։ Պիսոն հացիկ էր ուտում, ես էլ 4 կեր լցրեցի, կեր։ Տղա երեխա անցնում էր, ձեռքը սառույցով լի ձնագնդիանման մի բան, հասավ կատվի մոտ, խփեց կատվի կողմը գնաց, ինչ ասես, համատարած դեգեներացիա է տիրում, դե գիտություն, չարություն, այստեղ արդեն խնդիրը կենդանիները չեն, այլ մարդիկ են, ու հեռվից արջի ինձ տեսել է, շտապում, արի արշ ջան, արի, քեզ էլ ես անկյունում կեր տամ, գնամ, հանգիստ էստեղ եղի, էստեղ կենդանասեր մարդիկ են ապրում, քեզ բան չեն ասի, կեր, Սամը ուրա, այն մարդու հետ գալիս է, Սամ, արի Սամին էլ տամ, իրար հետ, դուք էլ ես պտտվում, արշն էլ շատ հաճախ ես, աղբից ինչ-որ բաներ հավաքող մարդու հետ ու Սամի հետ պտտվում են, Սամին էլ միտեղ հարմարացնեմ ու վազեմ, Սամ, էլի պտտվում ես իրա հետ, արի լավ, արի էստեղ քեզ կեր տամ, կեր, լավ էլի արջո, դե արի Սամ, դու թող իրան արի, հասկին էլ այգե հասր էստեղ լավ, դու էլ իրանը կեր Սամ, ես լցեցի,